Հույդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միության Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցն ամփոփեց ուսումնառության ծրագրի արդեն 8-րդ փուլը։ Տարբեր բուհերում սովորող, նաև տարբեր մասնագիտության տեր երիտասարդներին մի քանի շաբաթ մեկտեղել է ընդհանուր նպատակը՝ քաղաքականությունը տեսնելու ոչ թե դրսից, այլ ներսից։ Ես Ասիա Գաբրիելյանն եմ, հետաքրքրված եմ եւ պատմությամբ, եւ քաղաքականությամբ, եւ հայրենիքի ապագայով, ու վստահաբար այն անհանգստությունները, որ ունի մեր հասարակության մեծամասնությունը, կիսում եմ նաեւ ես, ու հենց այդ անհանգստություններն են, որ ինձ բերեցին Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոց։ Ինչ հմտություններ ձեռք բերեցիր այս ընթացքում Ասիա։ Նախ հաղորդակցվելու հմտությունը միջավայրն այնպիսին էր, որ մոտիվացնում էր բոլորիս շփվել միմյանց հետ, նոր ընկերներ ձեռք բերել եւ ամենակարևորը, որ կելի կանխնացնեմ, դա լսելու հատկությունն է։ Մենք սովորեցինք լսել տարբեր կարծիքներ, վերլուծել ու մեզ ավելի սրտին մոտիկ, ավելի հոգեհարազատ գաղափարները մեզ հետ հաստատ կտանենք դպրոցից դեպի մեր տուն, մեր շրջապատ ու մեր ընկերների մեջ կտարածենք այս կարևոր արժեքները, որ դպրոցը մեր մեջ սերմանեց։ Բանախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, խմբային աշխատանք, շրջայց ազգային ժողովում, պատգամավորների հետ հանդիպումներ, նաև հետաքրքիր արշավներ։ Ծրագրային այս բազմազանության շնորհիվ է, որ Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցում ձևավորվում են արդեն դիրքորոշում ունեցող քաղաքացիներ։ Որ բավականին էական թվով, բավականին ակտիվ հեռանկարային երիտասարդներ այսօր ճանապարհվում են երկրի քաղաքական կյանք ու անշուշտ իրենց առավելագույն ներդրումը կունենան վստահաբար Հայաստանի վաղվա ավելի լավ օրվա գործում կարևոր անելիք ունեն նրանք անելու։ Ես Աֆարյան Միլենան եմ, երկրորդ անգամ արդեն մասնակցում եմ Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցին։ Դա խոսում է այն մասին, որ ծրագիրն ինքն իրեն արդեն արդարացրել է, քանի որ մենք այս ծրագրի շրջանակներում ունենում ենք շատ հետաքրքիր բանախոսություններ, հնարավորություն ենք ունենում շփվել ոլորտի լավագույն մասնագետների հետ, մեր հարցերը հղելու։ Իսկ երիտասարդների մասով այստեղ հավաքվել են իրար գաղափարակից երիտասարդներ եւ կարելի ասել, որ մեր ապագան շատ հուսալի եւ լավ ձեռքերում է։ Ազգային քաղաքական դպրոցի 8-րդ փուլի մասնակիցներն ընդգծում են, որ հանրային ու քաղաքական գործիչների հետ ամեն հանդիպումից ու բանախոսությունից քաղել են առավելագույնը, հարստացրել գիտելիքներն ու ընդլայնել աշխարհայացքը։ Ազգային ժողովի падգամավորների հետ ունեցած իրենց ներկայացրած դասախոսությունների իրենց հետ ունեցած շփումը ավելի տպավորիչ էր եւ հաստատ կուղեկցեն մեր կյանքի ընթացքում մեզ։ Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցը լինելով ֆորմալ կրթության տարբերակ, իրականության մեջ տարբերվում է իր ազգային կեցվածքով եւ ազգային դիրքորոշմամբ։ Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցը մեծ հաշվով քաղաքական կադրերի դարբնոց է, որտեղ գաղափարները ձև են ստանում, իսկ ազգային քաղաքական մտածողությամբ երիտասարդները պատասխանատվություն։ Պետության ապագան երբեք չեն որոշում միայն իշխանությունները, այն որոշում են նաև նրանք, ովքեր հրաժարվում են լուռ հետևողի դերից։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ոչ թե պարզապես նոր դեմքեր, այլ նոր որակի քաղաքական մտածողություն, պատրաստված, սկզբունքային եւ պատասխանատու սերունդ։ Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցը հենց այդ նպատակին ծառայող կարևոր հարթակ է։ Ամփոփիչ միջոցառման իր ներկայությամբ էր պատվել Հույդա Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով իր ողջույնի եւ շնորհավորանքի խոսքը փոխանցեց երիտասարդներին։ Ամեն անգամ, երբ որ շփվում եմ ես ձեր հետ, այն տարածված կարծիքն ու տեսակետը, որ Հայաստանում երիտասարդությունը հետաքրքրված չի ազգային հարցերով, քաղաքական հարցերով, բացառապես երիտասարդությանը հետաքրքիր են իր ժամանցային եւ կենցաղային հարցերը, ես համոզվում եմ դրանում հակառակ։ Եվ ամենևին պատահական չի, որ մեր քաղաքական դպրոցը կոչվում է Վահան Հովհաննիսյանի անվամբ։ Հայաստանի նորանկախ պատմության ամենավառ, ամենաինտելեկտուալ ազգային գործիչներից մեկի անունով, իսկ դպրոցը ազգային քաղաքական դասընթացների դպրոց, որովհետև սրանք շատ համահունչ են, փոխ լրացնող ու մեր նպատակների համար կարևոր հենքային արժեք ունեցող։ Դիմելով ներկաներին Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ ազգային ինքնությունը եւ երկրի տարածքային ամբողջականությունը պահելու գործում կարևոր դեր ունի երիտասարդությունը, իսկ ինչպես գոտեպնդել ու ոգևորել նրանց, ովքեր չեն հավատում, որ իրենց քվեով հունիսի 7-ին կարող են իրավիճակ փոխել։ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվում են երիտասարդները։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա տեղամաս, ու մեր կարծիքով պետք է գնա, որովհետև ուրիշ տարբերակ չկա, մերժես իշխանությանը, սա մնալու որևէ հնարավորություն չունի։
Այն բոլոր տարբերակները, որ իշխանություն չի հանձնի, չգիտեմ ինչ կանի, դա պարզապես հնարավոր չի։ Մենք սահմանադրական եղանակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տված քվեն կամ արտահայտությանը տեր են կանգնելու եւ այս իշխանության վերարտադրությունով կանխելու ենք։ Այո, մենք բոլոր տեղամասերում մեր քաղաքացիների քվեն պահելու ենք։ Իսկ այդ պարագայում, եթե մարդիկ գնան քվեարկության ու քվեարկեն, ո՞նց չի տալու իշխանություն։ Ազգային քաղաքական դպրոցի մասնակից երիտասարդները Հայաստան-Սփյուռք հարաբերության ապագայով են մտահոգ։ Սփյուռքը պառակտելու Փաշինյանի քաղաքականությունը ինչպես է անդրադառնալու մեր իրականության վրա հետաքրքրվում են Իշխան Սաղաթելյանից։ Եթե դուք ուշադիր կարդաք ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, դա Թուրքիա եւ Ադրբեջանի խոստումների ձևակերպումն է։ Իսկն Թուրքիա եւ Ադրբեջանի տարիներ շարունակ ինչ որ ակնկալել է Հայաստանից ներողություն, Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջների ձևակերպումն է։ Դա Հայաստանի ու հայ ժողովրդի հետ կապ չունի։ Մարդ ասում է եկեք ինձ քվեարկեք, որ ամսի 7-ից հետո հարձակվեմ Էջմիածնի վրա։ Գրել է այդ։ Եթե 21-ին խաբեց ասեց գնում եմ Շուշին դեօկուպացիա անեմ հադրուտ էսկոմ ենկոմ, հիմա ուղիղ ասում է եկեք ինձ ընտրեք, որ Հայաստանի տարածքից անկլավներ տամ։ Եկեք ինձ ընտրեք, որ հարձակվեմ Էջմիածնի վրա։ Եկեք ինձ ընտրեք, որ սահմանադրությունը փոխեմ։ Հրաժարվեմ անկախության հռչակագրից ու ուրանամ ցեղասպանությունը։ Ուղիղ ասում արդեն։ Ու էլ խաղի տեղել չունի կարծես, դել չեն թողնում։ Իսկ սա նշանակում է սրա վերընտրվելու դեպքում ժողովուրդը իրան մանդատը տալի այս պետությունը ոչնչացնելու։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ երիտասարդը, հայ մարդը պետք է այս վտանգը ամբողջությամբ հասկանա։ Մեկը մյուսին հաջորդող հարցերով երիտասարդները քաղաքական գործընթացների տրամաբանությունն են փորձում հասկանալ նոր ընկալումներով ճանապարհվելու իրականություն։ Կարևոր պահ է, հնչում են շրջանավարտների անունները, ավարտական հավաստագրերը հանձնում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, իսկ միջոցառման ավարտին ավանդական հավաքական լուսանկարն է նաև օրվա ուղերձը, ճանապարհվում են իրադարձություններին ոչ թե հետևելու, այլ առաջնորդելու։